Բարև Հայր ջան, լուրը, որը իմացել եմ ու պետքա ձեր հետ կիսվել, դա պարտադիր է։ Լուր, որը նորմալ գիտակից մարդուն պետքա լարի, իսկ այդ լարվածությունը պետքա դրդի ճիշտ որոշում կայացնելու։ Ուրեմն տեսեք, շատերն են խոսում, բայց տարբերակը ձևը այդ լուրի իրականացման գրեթե ոչ մեկ դրա մասին չի խոսում, խոսքը 1,5 միլիոն ադրբեջանցի Հայաստան տեղափոխելու ու բնակությունը հաստատելու մասին է։ Շատերի պատկերացմամբ այդ տեղափոխությունը լինելու է, որ սենց ուղղակի գան լցվեն ու ապրեն։ Չէ, դա տենց չի լինելու, որովհետև այդ դեպքում բարդությունները իրանց տեղ բերողի համար, տվյալ դեպքում Նիկոլի ու իր ընդհանուր թայֆի ու հենց իրանց ադրբեջանցիների համար շատ մեծ են լինելու ու անհաղթահարելի։ Դրա համար տարբերակը գտել են իրանց բերելու հետևյալ կերպ։ Դրանց բոլորին մինչև բերելը, մինչև տեղափոխելը նախապես տրվելու են անձնագրեր Հայաստանի քաղաքացիությամբ, առանց թաքցնելու ազգությունը, առանց թաքցնելու անազգանունը, այսինքն ոնց իրանք կան, տենց էլ գրանցելու են ազգությամբ թուրք կամ ադրբեջանցի կամ ես շատ գիտեմ ինչ, ու Հայաստանի քաղաքացի, վերջ, անձնագիրը տալիս են, ինքը դառնում է իմ ու ձեր նման, լի իրավ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը իր հետ բերում է հետևյալ իրավունքներն ու պարտավորությունները, որ ինքը կարա պահանջի ինչ ուզես, նորմալ տնային բնական կենսական պայմանների պահանջ, իրան խանգարող հայ հարևանի վրա կարա դիմի օրինակ ոստիկանություն, կարա ինչ ուզի կարա անի։ Այս է տարբերակը իրանց տեղ բերելու, որի դեմ ոչ մեկ չի կարա անի այն, ինչը կարայինք անեինք, օրինակ, եթե առանց դրա, առանց քաղաքացիություն տալու, այդ աղբը բերեին լցնեին Հայաստան։ Ես չգիտեմ ինչ եք մտածում, ժողովուրդ, ես չգիտեմ ինչ եք ուզում, մանավանդ այն մարդիկ, ովքեր տենց նպատակասլաց անհամբեր սպասում են ընտրությունների, որ գնան մեծ ծիտիկ դնեն, իբր Հայաստանի համար ինչ-որ հարց լուծեցին, էլի։ Ես անկեղծ չգիտեմ, ժողովուրդ, ես ձեզ մենակ մի բան կասեմ, մինչև այս թեման շարունակելը, սրա լուծումը կա։ Մի երևի 2-3 տարի առաջի անգամ որպես Լույսի բանակի ծրագիր, քաղաքական ծրագիր ներկայացվեց մի կետ, որով հստակ, ուղիղ, առանց ինչ-որ սենց ձկավարի բաների արգելվելու է կոնկրետ ազգությամբ թուրք ու ադրբեջանցի մարդկանց քաղաքացիություն ստանալը Հայաստանում, անկախ նրանից ինքը, ասենք, Ռուսաստանից եկել է ուզում է դառնա քաղաքացի կամ անկախ կարգավիճակից, առավելևս պատերազմական, անգամ խաղաղության դեպքում, իսպար պետք է դա բացառվի, ինչպես նաև Լույսի բանակի մեկ առանձին կետով տվյալ ազգի ներկայացուցիչներին կտրականապես արգելվելու է որևիցե անշարժ գույքի ձեռքբերում, հողատարածքի ձեռքբերում, որևէ արժեքավոր մնայուն բանի ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Լույսի բանակի քաղաքական ծրագրից մեկ կետ։ Հայաստանի Հանրապետության տարածքում Թուրքիայի, Ադրբեջանի եւ նրանց հակահայկական քաղաքականությունը ընդունող մյուս երկրների քաղաքացիներին անշարժ գույքի վաճառքի խստագույն արգելք։ Պատճառները՝ ազգային անվտանգություն, այն որոշակի խմբերի հանդեպ, որոնց ՀՀ-ն ընկալում է որպես անվտանգության պոտենցիալ սպառնալիք, կիրառվելու են առնվազն անշարժ գույքի վաճառքի սահմանափակումներ, հողի սեփականությունը վերահսկելու եւ չարտոնված կամ պոտենցիալ ապակայունացնող գործունեությունը կանխելու համար։ Բնիկ բնակչությանը շահերի պաշտպանության համար անշարժ գույքի վաճառքը կլինի ուժեղ հսկողության տակ։ Դա արվելու է մշակութային, էթնիկական կամ պատմական ժառանգության պահպանման համար, կանխելով ժողովրդագրական փոփոխությունները, որոնք կարող են փոխել որոշակի տարածաշրջանների կազմը։ Տնտեսական նկատառումներ, որոշակի խմբերի անշարժ գույքի վաճառքի արգելքը կօգտագործվի տեղական ներդրումների առաջնահերթության, հայ բնակչության զարգացման եւ բնակարանային կարիքների բավարարման համար։
Այս մոտեցումը նպատակ ունի կանխել արագ եւ պոտենցիալ անվերահսկելի ժողովրդագրական տեղաշարժերը, որոնք կարող են հանգեցնել բնակարանների գների բարձրացման կամ անհավասարության։ Քաղաքական նկատառումներ։ Անշարժ գույքի սահմանափակումների վրա կարող են ազդել քաղաքական գործոնները կամ վեճերը երկրների կամ էթնիկ խմբերի միջև։ Նման դեպքերում արգելքը կօգտագործվի որպես քաղաքական կամ դիվանագիտական տարաձայնությունների արտահայտման միջոց։ Կարևոր է հասկանալ, որ ազգային պատկանելության կամ զգության հիման վրա անշարժ գույքի վաճառքի ցանկացած սահմանափակում առաջացնում է էթիկական եւ մարդու իրավունքների խնդիրներ, ներառյալ հնարավոր խտրականությունը եւ անհատական իրավունքների խախտումը։ Պոտենցիալ օգուտները պետք է ուշադիր կշռվեն այս նկատառումներով եւ յուրաքանչյուր իրավիճակ պետք է գնահատվի անհատապես։ Հաշվի առնելով ՀՀ-ի ներկայիս իրավիճակը, այս կետի կիրառումը մեր կողմից դիտարկվում է որպես անվտանգության անհրաժեշտություն։ Ինչ անում Նիկոլ, անում է ճիշտ հակառակը, եկեք քաղաքացիությունը տամ, տաներն առեք, բիզնեսը դրեք, ապրեք, որ հայն էլ խանգարի, բողոքեք, տիրոջմերը լացացնենք, վերջ։ Այս է իմ ու Նիկոլի տարբերությունը, այս է Լույսի բանակի ու ՔՊ-ի տարբերությունը, բացի այս ամեն ինչը, սա էլ առիթից օգտվելով առաջին անգամ եմ բարձրաձայնում Լույսի բանակի քաղաքական ծրագրից մեկ այլ կետ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարան ստանան մենակ այն մարդիկ, ովքեր կանցնեն որոշակի քննություն, պատմությունից, պարտադիր հայոց պատմությունից պետք է անցնի քննություն ու որոշակի սանդղակի հասնի իր բալային համակարգով, որ նոր իրավունք ունենա ստանալու Հայաստանի քաղաքացիություն, ոչ թե ով գա, բարև ձեզ, խնդիր չկա, ես ձեզ քաղաքացիություն, ոչ։ Բացի դա, ոչ միայն հայոց պատմության քննություն, այլև նպատակների, կարգերի, ավանդույթների, սենց տարատեսակ ծրագրային կետերի իրականացման հանդեպ վերաբերմունքի տենց մի պուճուր մոնիթորինգային քննություն, մի խոսքով շատ հեշտ չպետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալը, ինչ անում Նիկոլը ճիշտ հակառակը, ով ուզում է վերցրեք, աջ ու ձախ բաժանումը, այն դեպքում, որ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի ունի ընտրության իրավունք, այսինքն ընտրություններին ինքը կարա ձայն տա ում ուզի։ Հիմա դուք պատկերացնում եք 1,5 միլիոն ադրբեջանցին, հո ինձ ձեն չի տալու, չնայած ես չեմ էլ մասնակցելու այս կարկեսին, որը ապահովում է հայագործան ուժերի հաղթանակը որպես Հայաստանի իշխանություն։ Այս ընտրություններին մասնակցում են մենակ այն մարդիկ, ովքեր կամ այդքանը չեն հասկանում, կամ թքած ունեն դրա վրա, կամ ուղղակի ուզում են մի հատ փորձեն տենան հəլի իրանք ինչքան ձեն են հավաքում ու ջանդամ, թե դրա ֆոնին ու դրա հաշվին Հայաստանի հետ ինչ ասես չի լինի։ Մի խոսքով ես չեմ կարա գնամ ընտրությունների մասնակցեմ այս Հայաստանի այս կարգավիճակով։ Այն մարդիկ, ովքեր կարողանում են գնալու են ու մասնակցելու են ու դա իրենց համար հերոսություն է ու հայրենասիրական քայլ, մի հատ մեծ քոհանջ բոլորին։ Ու այդ բոլորից ցանկացածը, ով ուզենա այս բառերի հիմնավորումը, կա դրան մենակ մի ձև։ Ու դա on-line բանավեճն է, համայն հայության աչքի առաջ։ Ու ես կապացուցեմ այդ բոլոր թեկնածուներին, որ իրենց ոչ թե Հայաստանն է հուզում, այլ իրանց պաշտոնը, իրանց աթոռը ու իրանցը մի խոսքով, բայց ոչ հայինն ու Հայաստանինը, ու ոչ էլ նայեք ինչ են խոսում իրանք, օ սիրելի հայ ազգ, պաշտելի հայ ժողովուրդ, սաղ լոլոներ են ու սուտ բաներ, եթե իրանք գնում են Նիկոլի ու նախկին իշխանությունների հետ հավասար մասնակցելու ընտրությունների, որը նախապես գծված սցենարով ապահովելու է հաղթանակ կամ Նիկոլին, կամ Նիկոլին ստեղ բերած դրածների համար նոր նախընտրելի թեկնածուին։ Ու եթե ձեր թեկնածուն կընտրվի, ապա դա լիքը կասկածելու տեղիք է տալու, թե այդ ոնց եղավ, որ ինքը ընտրվեց։ Ու մենակ այդ փաստը արդեն կլինի առիթ ի սկզբանե նրան չվստահելու, չնայած նրան, որ արդեն իսկ ես ոչ մեկի չեմ վստահում, ովքեր հայտ են ներկայացրել 26 թվին մասնակցելու ընտրություններին։ Դուք մտածեք, այն մարդիկ, ովքեր սատարողն ու աջակիցն են նրանց, ովքեր պատրաստվում են ընտրությունների,
Դուք մտածեք ում եք սատարում։ Մարդու, ով այսքանը այս պրիմիտիվ տրամաբանությունը չգիտի կամ այս նախագծի մասին տեղյակ չի, որ 1.5 միլիոն ադրբեջանցի պետքա բերվի ստեղ կամ ինքը տեղյակ չի, այդ կեղծիքները ոնց են արվում, եթե իշխանությանը մի հատ անեն սրիկա, ով ամեն ինչ կանի, որ մենակ նորից ինքը հաղթի կամ իր ուզած մարդը։ Իսկ եթե ձեր ում աջակցում եք ինքն է Նիկոլի ուզած մարդը, ապա այդ բազում առաջացող հարցերի պատասխանը դուք գտեք ձեր մեջ։ Նորից եմ կրկնում, յուրաքանչյուր թեկնածու, ով պատրաստվում է գնալ 2026 թվականի ընտրություններին մասնակցելու, ինքը շատ խորը թքած ունի Հայաստանի ու հայ ազգի վրա, ու իրանցից ցանկացածը, ով կուզենա բանավիճել, հիմնավորում պահանջել ու պատասխան, նորից եմ կրկնում, կա մի հատ ձև, մի անգամից ասում է, ուղիղ եթերով մտնում ենք բանավեճի, ես 24 ժամ պատրաստ եմ, բոլորիդ աչքի առաջ, ձեր ուզած թեկնածուին, կապացուցեմ րոպեների ընթացքում, որ ինքը խորը թքած ունի ձեզանից յուրաքանչյուրի ու Հայաստանի վրա։ Սա կարծում եմ հստակ ձեռնոցի նետում էր բոլորին, ովքեր կարծում են, որ ես սխալվում եմ կամ իրանք ավելի ճիշտ են կամ չգիտեմ ինչ։ Եկեք ապացուցեք, որ դուք ավելի ճիշտ եք։ Եկեք ապացուցեք, որ դուք կարաք հայ ու Հայաստան սիրեք, բայց գնաք Նիկոլի ու նախկին իշխանությունների հետ 21 թվի ընտրությունների դառը փորձը քաղած նորից գնալ ընտրությունների։ Կտակ ձեր երաշխիքները, ես էլ ձեզ կտամ իմ ասացի հիմնավորումը, ու դրանից հետո չգիտեմ առհասարակ որևիցե կարիք կամ նպատակ կունենա ձեր քաղաքականության մեջ մնալը, թե ոչ, կամ մենակ մի տարբերակ ապացուցելու, որ դուք սիրում եք հային ու Հայաստանին, կամ կազմակերպում եք ձեր, չեմ ասում միացեք վերածննդի շարժմանը, դուք կազմակերպեք հեղափոխության փորձ, դուք կազմակերպեք ցանկացած միջոցառում, որը կխոչընդոտի գալիք ընտրություններին, այդ ժամանակ կասեմ, այս մարդը սիրում է հային ու Հայաստանը, ինքը աթոռակռիվ չի անում, ինքը պայքարում է հայրենիքի համար, բայց քանի դա չկա, բոլորն էլ ուղիղ ու ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, պայքարում են մենակ իրանց աթոռի, իրանց անձնական ամբիցիաների ու դիվիդենդների, իրանց սեփական շահերը ապահովելու, մեկ էլ իրանց անձնական կարիքները հոգալու համար, ոչ թե հայի կամ Հայաստանի։ Սա հստակ իմացեք, ով կասկածի, նորից եմ ասում, մտնենք ուղիղ եթեր, բանավիճենք, ես ամեն մի բառը հիմնավորեմ ու ապացուցեմ։ Հիմա ինչ վերաբերվում է ձեզ, ժողովուրդ ջան, հայ ազգ, մի հատ ուզում եմ մի քանի հարց տամ ձեզ, բայց եկեք սենց ինտերակտիվ վիդեոյի վերածենք, հա, այս տեսանյութը։ Ես հարցը տամ, դուք փորձեք մինչև իմ կռահելը, թե դուք ինչ եք պատասխանում, իրոք պատասխանել, բարձրաձայն պատասխանեք։ Վերջում ես կասեմ, ինչքանով եք սխալ դիտարկում իրականությունը ու ինչի համար ենք բոլորս հենց այս օրի։ Հիմա ձեզ մի հատ հարց տամ, սեր բարի սիրո հակառակը որն է, հիմա բարձր ձեր համար պատասխանեք, վերածենք ինտերակտիվ վիդեոյի, վստահ եմ մեծամասնությունը ասում է ատելություն, տամ ուրիշ հարց, գեղեցկության հակառակը որն է, վստահ եմ, որ մեծամասնությունը կասեք տգեղություն, որն է հայրենասիրություն բառի հակառակը, կարծում եմ կասեք դավաճանություն, հետաքրքիր է, որ այս բոլոր բառերի հակառակը մի բառ է, որն է կյանք բառի հակառակը, բնականաբար կասեք մահը, ժողովուրդ, ուրեմն սիրո հակառակն էլ, գեղեցկության հակառակն էլ, հայրենասիրության հակառակն էլ, կյանքի հակառակն էլ, հաղթանակ բառի հակառակն էլ պարտությունը չի, այս բոլոր բառերի հակառակը, հականիշը, դա անտարբերությունն է, տեսեք, երբ որ դուք իմիջիալոց ով այդ պատասխանը տվեց, մինչև իմ ասելը, շտապ եք գրանցվել լույսի բանակում, տեսեք, մահանում ենք երբ որ կյանքի հանդեպ անտարբեր ենք, պարտվում ենք երբ,
երբ որ անտարբեր ենք հաղթանակի հանդեպ, տգեղ ենք, երբ որ անտարբեր ենք գեղեցկության հանդեպ, ուսեն շարունակ, ատելության մթնոլորտ է տիրում Հայաստանում, ինչի արդյունքում, բոլորի անտարբերության սիրո հանդեպ, հարգանքի հանդեպ, այս անտարբերությունը նայեք հայրենիքի այսօրվա վիճակը, մեծամասնությամբ դավաճանություններ ու բացահայտվող գործեր, որ այս ինչը դավաճանեց, ազգի դավաճանա, այս սրան ինչից է, որովհետև անտարբեր ենք հայրենասիրության հանդեպ, անտարբեր ենք հայրենիքի հանդեպ, տարուց ավել, տարի ու ինչ, չէ, տարի ու կես էլ չէ, 2 տարի է, ես խոսում եմ վերածննդի շարժումից, մի հատ նայեք գլոբալ անտարբերությունը, մի հատ նայեք բամբաս վիդեոների դիտելիությունը, ու մի հատ նայեք իմ վիդեոների դիտելիությունը, ես այս դիտելիությունը հաշվի առնելով, այն մարդիկ, որ ասում են ժամանակն է, հիմա դուրս եկեք, մարդիկ տեղյակ էլ չեն, երբ որ մենք 2 ամիս օպերայում էինք օր ու գիշեր, 24 ժամյա ռեժիմով, գիտեք քանի մարդ ուղղակի տեղյակ չէր, որ այնտեղ տենց բան է տեղի ունենում, հետո արդեն ամիսներ հետո ինձ գրում են, բա իմանայինք, կգայինք, բա իմանայինք, իմանալու համար հետևել է պետք, իմանալու համար ձեզ թվում է ես որ ասում եմ լայքեք, բաժանորդագրվեք, բան, իմը ինչ է, ես բլոգեր չեմ, ինձ բանը ալիքիս զարգացումը պետք չի զուտ նրա համար, որ ալիքը զարգանա, ինձ ալիքի զարգացումը պետք է նրա համար, որ խոսքս հասանելի լինի ավելի շատ մարդու, որովհետև այսօրվա դրությամբ ինձանից բացի ոչ մեկ չի առաջարկում ալտերնատիվ ճանապարհ, բոլորինը ընտրություն, իսկ ընտրության արդյունքները այս ամեն ինչի մասին արդեն ինչքան ժամանակ է խոսում են, բնական է հեսա ոնց էլ չլինի մարդիկ կհայտնվեն գրեն, իսկ ինչ կա ընտրությունների մեջ, Նիկոլը ոնց կարա խանգարի, որ դուք ընտրվեք, ասենք ես չգիտեմ, այդ աստիճանի միամիտ լինելով, արդյոք կարելի է համարել, որ դուք անվտանգ ապրում եք, նման մտածելակերպի մարդ իր անվտանգություն հիմքը ինչն է համարում, եթե այդ տրամաբանական բանը բանական մարդու համար ամենապարզն է, որ Նիկոլի իշխանության օրոք ոչ մեկ, եթե Նիկոլի հետ պայմանավորվածություն չունի, չի կարա որևէ լուրջ բանի հասնի ընտրություններով։ Ու այսքանը չգիտակցելով հարցնում են բան, բայց ինչ կա, ոնց պետք է խանգարի ձեզ ընտրություններով, գնացեք ընտրվեք։ Գիտեք քանի օքեա նման ձևով խոսում։ Այսպես նման բան ասողը ինչ իրավ գիտակցության որ աստիճանի վրա հիմնվելով է կարծում, որ ինքը ապահով է ապրում Չէ որ առաջի քո ապահովություն երաշխավորողը, առաջի քո ապահովություն, անվտանգություն ապահովողը դու ես, այդ գիտելիքով ժողովուրդ, ես ուղղակի խնդրում եմ ձեզ անտարբեր չլինել ու տրամաբանել, զուտ տրամաբանել, վերցնել փորձը պատմության ոչ միայն 21 թվի ընտրություն, այլ ամբողջ աշխարհից ու բոլոր ժամանակների մարդկանց խոսքերի մեջ ինչն է ավելի գերակշռում, ձգտումը ինչումն է, ով է մի տարվա մեջ 7 ձև իր ասածն ու գաղափարը, միտքը, նպատակը, ծրագիրը փոխում, ով է կայուն մնում տարիներով իր նույն ասածին ու հստակ հիմքով կանգնած հանուն հայ ու Հայաստանի Սա բարդ չի, սրա համար հետևել է պետք, այն զուտ բամբաս վիդեոները, որ նայում եք, ձեր կյանքի ժամանակը ծախսում եք դրա վրա, սրա անկողնուց նրա անկողին, նրա ստատուսից նրա, չգիտեմ, ասած, հստակ մի հատ նայեք, այսօր ձեզ ինչն է խանգար, ինչ եք դուք այսօր ապրում տգեղ, ինչ եք դուք այսօր ապրում գրեթե դավաճանական կարգավիճակում, դա ձեր անտարբերությունից է Անտարբեր եք ճշտելու, անտարբեր եք փաստեր պահանջելու, անտարբեր եք մտածելու, կյանքի, հաղթանակի, հայրենի, ամեն ինչի հանդեպ։ Օրվա հաց, շաբաթվա աշխատանք, ամսվա աշխատավարձ, ժամի ինչ-որ խոսք, ժամանց, զվարճանք, հահա-հիհի անցանք առաջ։ Հես այդ 1.5 միլիոն ադրբեջանցին որ եկավ, դուք պատկերացնում եք ձեզանից յուրաքանչյուրի վիճակը։ Հույսներդ ովքեր են, թեկնածուները ովքեր դրա այդ ֆոնին դրան զուգահեռ իրանք խելոք նստած սպասում են ընտրությունների, որ մենք ծիտիկ պետք է ստանան, թե լույսի բանակն է ձեր հույսը, մի հատ այս հարցին պատասխանեք։ Ու կա լույսի բանակից բացի ուրիշ ուժ, որը ձեզ ասում է թքած ընտրությունների վրա դուրս գանք հեղափոխության, որովհետև կործանվելու ենք, ոչ թե
թքած թե չենք կործանվում, գնանք ընտրության, կգաք ձեն կտակ։ Տեսեք մենք ինչ պուպուշ ծրագրեր ունենք։ Տեսեք մենք ինչ պուպուշ ենք։ Արա, ասենք ոնց կարա քաղաքական գործիչ դիտարկվի մեկը, ով ամենաբանական բանը չհասկանալով գնում է ընտրությունների։ Մեզ քաղաքական գործիչ պետք է ինչ ձևի, որ այդ բանականությունը չունի, թե չի հասկանում քաղաքականությունը ինչ բան է, թե չի պատկերացնում Նիկոլի իշխանությունը ինչ բան է, թե ասենք լիքը ասես բաներ, ոչ հասկանում է, ոչ պատկերացնում է։ Մենակ գալստուկը կապած գնում է ընտրության, հա, էսա ձեր թեկնածուն կամ թեկնածուները։ Մեծ խոսան, մենք ենք միակ, մենք ենք, բայց եղած ինչը ընդհանրապես ընտրության գնացող։ Այ որ ասում է գանք ընտրության, սրանք կտանք պոլով, նրան պատին, սրանք պատալոկին, մենք էս, մենք այն, արա, բայց հիմա ընդհանրապես ընտրության գնացող չես, որ ոչ մի երաշխիք չունես, որ այս ժողովրդին խաբելով հետևիցը տանում ես ընտրության, էլի Նիկոլը չիլնի կամ Նիկոլի ուզած մարդը։ Ոչ մի երաշխիք չունեք։ Իսկ ես երաշխիք ունեմ բավարար քանակության դեպքում ինչեր կլինի։ Ու բազմիցս դրա մասին ասել եմ։ Ու այս 1.5 միլիոն ադրբեջանցիների գարու թիվ մի հատ նայեք էլի 1.5 միլիոն։ Իսկ ապրեք սրա հետ։ Այդ անտարբերության մեջ մանավանդ ջահելները ես այնքան չեմ ուզում լավ ասեմ հələ որ, բայց ամեն դեպքում ես չէի սպասում, ինձ թվում էր որ ցանկացած этаպում ցանկացած հայի կյանքի Հայաստանի, հայ ազգի ապրած դարաշրջանում ամենագործող ուժը, ամենամեծ հզորությունը, ամենաուշադիրը, ամենապատրաստակամը, ամենադուխավիկները, ամենան դա երիտասարդությունն է։ Այսօր ինչով եք զբաղված սիրելի երիտասարդներ։ Այդ ուսումն էլ կա հասկացանք, то շատ գիտեմ, բակի խաղերն էլ ենք հասկանում, ժամանցները էս, բայց դրան միջուկ է պետք, որ դուք որպես անձ կայացած լինեք, առաջնահերթ բերեք ձեր սերն ու ազգությունը, հայ տղամարդ եք դառնալու, հայ կին եք դառնալու, այս պահին կաք հայ տղա, թե հայ աղջիկ, մնացած ամեն ինչը երկրորդական է, եթե ուզում եք իրականում միջուկով ու արմատներից չկտրված կյանք ունենաք, ինչ եք անում դուք, ամեն ինչի վրա թքած ունեն, այնց պետք է, չգիտեմ, ձեր տներում երևի տատի, պապիների կարծիքները լսելով, էսի լավն է, էնի վատն է, սրա վրա թքած, ամբողջ քաղաքականությունը ես իմ ինչ է, պոռնկություն է, բան դուք էլ մտածում, օй, քաղաքականությամբ չզբաղվենք, հա, սա քաղաքականություն չի արդեն շատ վաղուց, սա հայրենասիրական քայլ է, ի պաշտպանություն, ի աջակցություն հայ ազգի ու Հայաստանի, իսկ հայ ազգի մեջ սիրելի երիտասարդներ մտնում են ձեր ծնողները, ձեր սիրած աղջիկը, աղջիկի համար ձեր սիրած տղեն, ձեր տատերը, պապերը, վաղը ձեր երեխեքը, այսօր դուք, այ դա է հայրենասիրությունը, դա է հայրենիքը, առանց հայրենիք դուք չկաք, հա գնացեք լուսնի վրա, գնացեք Ամերիկա, գնացեք, ուր ուզում եք գնացեք, ապրեք ոնց ուզում եք, եթե կտրված եք հայրենիքից, դուք ընդհանրապես այս մոլորակի վրա անտուն զվռնող լավ մարդ եք, անգամ եթե լավ մարդ եք, բայց անհայրենիք, անտուն, զուտ թափառական ոչ միտեղ ձեր տունը չի բացի Հայաստանից։ Ես սա հասկացել եմ շատ վաղ տարիքից, իսկ ձեր պարագայում չգիտեմ ոնց եք մտածում, որ հիմքով եք տենց մտածում։ Այո, իմ մոտ էլ է պահեր եղել, ես հիմա ուզում եմ կիսվեմ իմ ազգի երիտասարդների հետ, իմ հետ էլ է պահեր եղել, ժամանակ եղել, որ հիասթափվել եմ ամեն ինչից, ես էլ եմ հիասթափություն ապրել, ես էլ եմ կոտրվել պետության հանդեպ բան, այն տարիներին, երբ գլխիս սարքեցին, երբ լիքը սենց բաների մեջով անցա, հետո եկավ մի պահ ես հասկացա, որ ախր մի րոպե հելը, որոշ տականքներ, ովքեր գալի հասնում են իշխանության ժողովրդին խաբելով, ախր դա չի իմ հայրենիքը, իմ հողու ջուրը, իմ ազգը, ինձ ինչ վատ բան արի, ինչից եմ հիասթափվում։ Հա մի քանի սենց դևի գլուխ կա, հեռացնում ես, վերջացավ գնաց դու քո հայրենիքը, քո հողու ջուրը, չի կարելի որոշ կեղտերի պատճառով հիասթափվել հայրենիքից։ Հայրենիքը դա սրբության սրբոցն է, հայրենիքից է սերել ձեր մենտալիտետը, դաստիարակությունը, ձեր ծնողները, ձեր արյունը, ձեր էությունը, գոյությունը,
ձեր պատմությունը, ձեր ով լինելը, ձեր գենետիկ համակարգը, ձեր ամեն ինչը առանց հայրենիքի դուք, չգիտեմ, քամուց ու փոշուց առաջացած ոչ մի բան եք։ Իսկ հայրենիքի հետ, երբ որ այդ պորտալները չեք կտրում, երբ որ արմատներից չեք կտրվում ու երբ որ ձեր դերակատարումն ունենում եք հայրենիքի ճակատագրի կերտման հարցում, դուք լիարժեք մարդ եք, դուք հարգանքի արժանի մարդ եք, դուք անհայրենիք դավաճան սրիկա չեք, իսկ անհայրենիք դավաճան սրիկա ով անտարբեր է, ով թքած ունի Հայաստանի հետ ինչ կլինի, հայազգի հետ ինչ կլինի, ինքը ծնվել է կարևորը, ուտելունը կա, զուգարանն ունի, քնելու տեղը հերիք է, էլի, ամեոբա, էլի, ամեոբա։ Ես գիտեմ, որ իմ ազգի երիտասարդությունը ամեոբա չի կարա լինի, չի կարա, որովհետև իմ ու ձեր մեջ նույն գենն է, ես էլ եմ եղել երիտասարդ, ես ամեոբա չեմ եղել, ես մասնակից եմ եղել, ես աջակից եմ եղել, իմ հայ ազգին, իմ ժողովրդի շարժումներին, որտեղ հասկացել եմ դրանից է կախված իմ վաղվա ուսումը, իմ վաղվա աշխատանքը, էր հազար ու մի բան, դուք էլ եք դա գիտակցում, ու եթե անգամ հիասթափված եք կամ կարծում եք, որ դուք չեք հարց լուծող, հիմա ձեր տարիքը այն տարիքն է, որը նմանա երազի, երբ երազի մեջ հասկանում ես, որ դու երազ ես տենում, ինչ ազատություն է դա, դուք հասկացեք, որ դուք ես ձեր տարիքում բոլորից ամենաշատ հարց լուծողն եք, դուք եք որոշելու երկրի ապագան, ուրիշ ոչ մեկ, որովհետև դուք հենց կաք այս երկրի ապագան, իսկ այս երկրի ապագան անտարբերությամբ ողողված, եթե դուք անտարբեր լինեք, գնալու է մենակ կործանման ու վաղը ձեզ դարձնի քոչվոր, ասում եմ անկեղծ ու ասում եմ եղբայրաբար, լույսի բանակը երիտասարդական թև էլ ունի, լույսի բանակը ջոկատ էլ ունի, լույսի բանակը քաղաքականությամբ զբաղվող մարդիկ էլ ունի, անկախ սեռից, տարիքից, գտնվելու վայրից, բոլորդ տեղ ունեք լույսի բանակում, խոսում եմ ախր այնքան մտքեր ա գալի, չգիտեմ որից սկսեմ, որն ասեմ էլ ժողովուրդ կարճ կկապեմ, եթե ուզում եք խուսափել այդ ադրբեջանցիքի հոսքից Հայաստան, դուք պատկերացնում եք ինչ գժանոցի մեջ ենք ապրելու, ինչ դատվածություններ, սպանություններ, ես չգիտեմ ինչ է կատարվելու, սրա հետ էլ եք մերվելու ասեք ես քաղաքականությամբ չեմ զբաղվում կամ զբաղվելուց այս ինչի հետ գնում եմ ընտրությունների, հա Մինչև ընտրությունները լայք քանի ամիս կա, այդ թեկնածուները ինչ են անում, որ այս քանի ամսվա եկող արհավիրքների դեմն առնեն, խոստանում են, որ ընտրություններից հետո իրանք հարց կլուծեն, բայց ընտրություններին ընդհանրապես իրանք որևէ մի տեղ կգրավեն, կզբաղացնեն այդ քվեարկությունով։ Այս լույսի բանակը ես կոնկրետ ձեզ առաջարկում եմ, եկեք համախմբվենք, եկեք հետևողական լինենք, հիմա նորից պետք է գամ այս ալիքին, սա միակ տարբերակն է, այո 21-րդ դարն է ու հիմարություն կլինի չօգտվել համացանցի հնարավորություններից, ու սա դրանցից մեկն է, որ պետք է տարածվի, որ պետք է, ես սրանով եմ կարողանում իմ խոսքը, նպատակները, գաղափարն ու ծրագրերը հասցնել բոլորիդ, իսկ ձեր աջակցությունը առաջի ու սկզբնական, այս բոլոր տեսանյութերը տարածելն է, բաժանորդագրվելն է, То ես շատ գիտեմ լայքելն ու այս ամեն ինչ այսօր պահանջում է 21-րդ դարը մարդու խոսքը առաջ տանելու համար։ Իսկ երբ որ խոսքս տարածում ստացավ, վստահ եղեք 100 լսողից 60-70-ը մեր հետ է լինելու։ Ավելացրեք մեր աջակիցների քանակը, որպեսզի նրանք, ովքեր մեր գաղափարները կիսում են, մեր հետ դուրս գալուց նույն մեր նման այդ մանտրաժը չապրեն տեսնելով, որ էլի չկա այդ բավարար քանակությունը, իսկ չկա, որովհետև զուտ մարդիկ տեղյակ չեն, ինչի, որովհետև միակ մեդիա ռեսուրսը էս է մեր, մնացածը ներկա նախկինի լրատվականները քոր դանակով կտրես մեզ չեն արադառնա, վատաբանելուց կանադառնան, բայց խոսալուց, որ այս մարդը սենց բան առաջարկում, այս գաղափարները կա, հայանպաստ բանը չկա, որովհետև բոլորին իրենց աթոռն է հուզում, Տեսեք, որ լրատվական, որտեղ գնում եմ հարցազրույցների, անաչառ լրատվականներ են։ Մի հատ նայում ես, որ այդտեղից էլ է էլի բացահայտվում, այդ ոնց ալնում հմեկ կանչում են այսօրվա Նիկոլի իշխանությանը,
բայց հաստատ ոչ Լույսի բանակին, որ ճանաչելիություն չստանա, որովհետև Նիկոլի այսօրվա ընդդիմությունը Նիկոլին ձեռնտու է, որովհետև միակ հակակշիռն է, ինչով Նիկոլը մնում է իշխանության, Նիկոլն էլ միակ հակակշիռն է, որ իրանք մնան ընդդիմություն, իրար պահում են, դրա համար էլ նրա ալիքում էնա, նրա ալիքում էնա, բա ինչի ոչ մեկի ալիքում Լույսի բանակը չկա, լավ Լույսի ներքո, մենակ վատաբանելու, մենակ կապնելու ու չգիտեմ ինչի, սա էլ է, չէ, հարց, որի պատասխանը բոլորիդ համար պարզ ու հստակ է, որովհետև իրական ընդդիմություն ենք, ոչ թե Նիկոլի գրպանի, որովհետև իրական իշխանություն ենք լինելու, ոչ թե կեղծ ընդդիմության համար կամ կեղծ ընդդիմության շնորհիվ կամ դրա հաշվին, սա պարզից պարզ է, հայր ջան, ու ես խնդրում եմ բոլորդ, ովքեր ձեր մեջ հիմա կգտնեք, որ անտարբեր եք, որևէ հարցի շուրջ, որը վերաբերվում է հայրենիքին ու Հայաստանին, մտածելու առումով, կշռադատելու, վճռելու, որոշում կայացնելու, աջակցելու, միանալու, սատարելու, դիտարկեք այդ անտարբերությունը որպես դավաճանություն, երբ կհստակեցնեք ձեր մեջ, որ այդ անտարբերությունը հավասարազոր է դավաճանության ու դեռ մի բան էլ ավելի վատ է, ես համոզված եմ ուղղակի, որ ձեզանից ոչ ոք այլևս այդ անտարբերությունը չի գցի նրա վրա, որ էլ հավատ չունեն, որ էլ չգիտեմ ինչ, փաստը մնում է փաստ, որ անտարբեր եք, այլ ընդհակառակը կդառնաք մասնակից, կդառնաք որոշող, վճռող, աջակցող, միացող, դեր ունեցող, վաղնել հաղթանակի ցնծությունից օգտվող, այդ ցնծությունը կիսող, իսկ մինչև այդ ունենք են ինչ ունենք, թեկնածուներ, որոնք սենց մի շարքով շարված, թե բա ընտրություններ, ընտրեք մեզ, օնլայն քվեարկություններ, օնլայն վարչապետներ, Ադնակլասնիկով բանը քվեարկություն են անում Հայաստանի ճակատագիր, Facebook-ով օնլայն քվեարկություն, ով է ՀՀ վարչապետը, ում եք ընտրում, արա ես շատ գիտեմ, մի սենց օնլայն իրավիճակ, իսկ Լույսի բանակը գոռում գոչում է, այդ սաղ թարգեք կապիկություն է դա, ու ապարդյուն հիմար, ինչ-որ զուտ ժամանակի ծախս, ոչ մի օգուտ ու իրականության հետ կապ չունեցող օգուտ չտվող մի հատ երևույթ, բայց մեկը, օնլայն հարցում, ինչ կանեք վաղը, եթե Մասիսը, չգիտեմ ինչ, տան Թուրքին, կամ վերցնեն հետ, կամ Նիկոլը գղտա, կամ Քոչարյանը, ես իմ ինչ անի, քվեարկում են, բան, մի հատ էլ արդյունքներով կիսվում են, տեսեք ինչ արդյունքներ եղավ, հետո, իրականում գործանելուց վախում եք, թե տաղանն ու շնորհքը չունեք, ինչի համար է բոլորիդ, այս ամեն ինչը օնլայն էլ ընտրություն, էլ Հայաստանի փրկություն, էլ ինչ ասես, օնլայն բանակներ են սարքում, օնլայն արդեն Ադրբեջանը գրավել են, օնլայն արդեն Նիկոլին դատել են, ինչ ասես, սա օնլայն, ասում ես ռեալ եկեք դուրս գանք, մի հատ տենանք ինչ ենք անում, սպասեք ընտրությունների, դե սպասեք, ես հատո 1.5 միլիոն ադրբեջանցին գան, դրանք ձեզ կընտրեն, թե ադրբեջանցիների հետ պետք է լավանակ, ախպերություն անեք, գնանք բարեկամության, հիմա էլ ադրբեջաներեն ձեր քարոզը տանեք, որ ընտրություններին ձեզ ընտրեն, ու սենց եք ժողովրդին խաբելով տանում ընտրությունների, ես չեմ վստահում բացարձակ ոչ մեկի, ով այսօր խոսում է ընտրություններին իր մասնակցությունից ու մի հատ էլ քարոզում է, որ իրան ընտրեք, ով ցանկանա կհիմնավորեմ, Թերևս այսքանը լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Լույսի բանակ հայոց, արձագանքներ հոգու, Տիգրաններ ծիսերում ենք մենք, Խաչավար կանգնած ենք մենք, Մրջների մարտիներ ենք մենք, Հայաստանի Հայոց, արձագանքներ հոգու, Տիգրաններ ծիսերում ենք մենք, Խաչապար կանգնած ենք մենք,
Նշտերի մատիկներն եք մեկ, հայասկի կողքին եք մեկ,